Ողջույն բոլորին, հավանականությունների տեսության դասվածի երկրորդ դասախոսությունն է։ Նախ արագ վերհիշենք, թե ինչ արեցինք նախորդ անգամ։ Նախորդ անգամ քննարկեցինք նախ տեղափոխությունները, այսինքն ունեինք, ասենք, թվեր 1-ից մինչև n-ը, ու այս թվերը մենք փորձում ենք գրել ինչ-որ այլ հերթականությամբ, i1, i2 և այլն in։ Այսինքն սրանք բոլորը, այս i1, i2-ը, այս նույն թվերն են, պարզապես գրված այլ հերթականությամբ։ Հարցը հետևյալն էր, թե քանի տարբերակով մենք այս թվերը կարող ենք վերադասավորել։ Ու դրա պատասխանը մենք ստացանք, կար n ֆակտորիալ տարբերակ։ Այս մենք ապացուցեցինք օգտագործելով մաթեմատիկական ինդուկցիան։ n ֆակտորիալ տարբերակ։ Մեծ առաջի բաները, որ արեցինք։ Հետո քննարկեցինք, թե ոնց կարելի է սրանից կառուցել ինչ-որ հավանականային մոդել։ Այսինքն մենք ասացինք, որ քանի որ կա n ֆակտորիալ տարբերակ, ապա կարող ենք ենթադրել, որ եթե մենք պատահական նետում ենք n տարբեր գնդակ, որոնք ինչ-որ ձևով բաշխում են n արկղերի մեջ, ապա յուրաքանչյուր տարբերակ արդեն գիտենք, որ ունի, պայմանավորվել ենք, որ ունի 1 բաժնած n ֆակտորիալ հավանականություն, դրանից ելնելով մենք կարող ենք հաշվել տարբեր պատահույթների հավանականությունը, տարբեր ելքերի հավանականությունը։ Ուրեմն ամեն մեկը ունի 1 բաժնած n ֆակտորիալ հավանականություն։ Ու երրորդ բանը, որ նայեցինք, այդ պատահական զբոսանքներ, ամբողջ թվերի վրա, ուրեմն ինչ է նշանակում պատահական զբոսանք, նշանակում է մենք վերցնում ենք ամբողջ թվերը, ասենք դուրս ենք գալիս 0 կետից, ու ամեն քայլին կամ գնում ենք մի քայլ աջ, կամ գնում ենք մի քայլ ձախ։ Հարցը այն էր, թե քանի տարբեր ձևերով մենք կարող ենք շարժվել, ասենք ենթային կարել ենք n քայլ, քանի տարբերակ կա, ու քանի տարբեր ձևերով մենք կարող ենք գալ ինչ-որ ամբողջ կետեր։ Ասենք պարզ է, որ n քայլում մենք չենք կարող դուրս գալ -n միջակայքից, բայց պարզ է նաև, որ ասենք այս կետին հասնելու համար ունենք ընդամենը մի տարբերակ, միշտ պետք է գնանք դեպի աջ, կամ այս կետին հասնելու ունենք էլի մի տարբերակ, միշտ պետք է գնանք դեպի ձախ, բայց մեջտեղի կետերին հասնելը ավելի հեշտ է, որովհետև այսինքն մենք այդ հաշվեցինք, տեսանք, որ տարբեր ուրիշ թվեր են ստացվում։ Ուրեմն ոնց մենք այս արեցինք, մենք արեցինք նախ հասկացանք, թե ոնց կարելի է իմանալով տարբերակները ինչ-որ մի կա պահին հաշվել հաջորդ կա գումարած 1 պահին տարբերակները, ու հետո ներմուծեցինք հետևյալ մեծությունը, որի անուն դրեցինք Cn n-ից m, այսինքն s ուրեմն դեպի աջ կատարած քայլերի թիվը n քայլից հետո, n քայլի ընթացքում։ Այսինքն թե քանի չեմ ոչ դեպի աջ կատարած քայլերի թիվը, այլ միրը ես չի ուզում ասել։ Ոչ թե դեպի աջ կատարած քայլերի թիվն եմ ես ուզում ասել, այլ
քանի տարբերակների թիվը, այսինքն n քայլից m ը, դեպի աջ գնալու տարբերակների թիվը։ Այսինքն օրինակ եթե n-ը հավասար է 2-ի, m-ը հավասար է 1-ի, ապա մենք ինչ կարող ենք անել։ Մենք առաջի քայլին կարող ենք գնալ աջ, հետո երկրորդ քայլին գնալ ձախ, կլինի 1 քայլ աջ, կամ կարող ենք առաջի քայլին գնալ ձախ, երկրորդ քայլին գնալ աջ։ Էլի կլինի, որ մենք արել ենք 1 քայլ դեպի աջ։ Այսինքն այս դեպքում կարող ենք ասել, որ C2 C2 1-ը հավասար է 2-ի, երկու տարբերակով կարող են գնալ։ Միայն սահմանումից ելնելով մենք գրեցինք հետևյալ բանաձևը, ասացինք, եթե մենք վերցնում ենք բոլոր տարբերակները, որ մենք 0 քայլ ենք արել դեպի աջ, հետո վերցնում ենք բոլոր տարբերակների թիվը, երբ մենք 1 քայլ ենք արել դեպի աջ եւ այլն, եւ գնում ենք մինչեւ n, այսինքն n քայլից n-ն էլ արել ենք դեպի աջ, ապա մենք ստանում ենք բոլոր հնարավոր հետագծերի թիվը, էդ էլ մենք հաշվել էինք, տեսել ենք, որ ստացվել էր 2-ի n աշճան, որտեղ ամեն անգամ մենք կարող ենք գնալ կամ աջ, կամ ձախ։ Շատ լավ, այս քիչ թե շատ մեր նախորդ դասի համառոտ բովանդակություններ։ Ուրեմն ինչ ենք անելու այսօր, նախ փորձելու ենք հասկանալ այս թվերի կապը, ուրեմն մենք այս թվերը դեռ չենք հաշվել, CNM-ը դեռ չենք հաշվել, մենք այսօր այդ կհաշվենք, բայց նախ փորձենք հասկանալ այս թվերի կապը Նյուտոնի երկանդամի հետ։ Ուրեմն այսօրվա առաջի թեման է Նյուտոնի երկանդամը, ասում են նաև բինոմ, Նյուտոնի ուրեմն ինչի մասին է խոսքը, հետևյալ բանաձևի մասին է, a գումարած b-ի n աշճան։ Ոնց կարող ենք ես ներկայացնել։ Համոզված եմ բոլորդ գիտեք այս բանը, բայց եկեք մի հատ վերհիշենք ինչ է տեղի ունենում։ Ուրեմն երբ n հավասար է 1-ի, անելու բան չկա, փակցերը բացելու կարիք չկա, ստանում ենք a գումարած b։ Երբ n հավասար է 2-ի, ստանում ենք a գումարած b-ի քառակուսի։ Ուրեմն ոնց ենք փակցերը բացում, եկեք մի հատ գրենք a գումարած b, a գումարած b, ուրեմն ինչ է ստացվում։ Առաջի փակակցից վերցնում ենք a-ն, երկրորդից վերցնում ենք a-ն, առաջից a-ն, երկրորդից վերցնում ենք b, առաջինից b-ն, երկրորդից a-ն եւ երկրորդից b-ն եւ երկրորդից b-ն, ստացվում է b քառակուսի։ Բնականաբար սրանք կարող ենք միացնել իրար հետ, բայց այդ կանենք հաջորդ քայլին։ Ուրեմն n հավասար է 3-ի դեպքում ինչ է ստացվում։ a գումարած b-ի խորանարդը, դե կարող ենք արդեն վերցնենք այն ինչ որ արդեն բացել ենք ու բազմապատկենք եւս մի անգամ a գումարած b-ով, a քառակուսի գումարած ab գումարած ba գումարած b քառակուսի, այսինքն պարզ է, որ էլի եթե բոլոր անդամները բացենք եւ գրենք, կստացվի քանի անդամ, 2 անդամ կա առաջինում, 4 անդամ կա երկրորդում, այսինքն 2 անգամ 4 կստացվի 8 անդամ։ A խորանարդ գումարած ինչ որ քանակությամբ կլինեն a քառակուսի b անդամներ, հետո ինչ որ քանակությամբ կլինեն b քառակուսի a անդամներ եւ վերջապես b խորանարդ։ Գումարային կլինի 8 անդամ։ Այսինքն ստեղ նկատում ենք, որ աստիճանները միշտ ստացվում է 3, 2 գումարած 1 3, ստեղ նույնպես։ Երկրորդ քայլին միշտ ստացվել են քառակուսի անդամներ, այսինքն հեշտ է հասկանալ, որ երբ մենք a գումարած b-ի n աշճանում բաց ենք անում փակագծերը, ապա ստացվում են հետևյալ տեսքի անդամներ։ A գումարած b-ի n աշճանը հավասար է,
Ուրեմն կարող է ստացվել i n աշճան, կարող է ստացվել i n հանած 1 անգամ b, i n հանած 2 անգամ b քառակուսի եւ այլն գնում է մինչեւ a անգամ b-ի n հանած 1 աշճան եւ գումարած վերջում b-ի n աշճան։ Հարցը այն է, թե ստեղ ինչ գործակիցներ են դրվում։ Ուրեմն ստեղ գումարած բոլոր դեպքերում, այսինքն երբ մենք խմբավորենք այս բոլոր անդամները, ստեղ կառաջանան ինչ-որ գործակիցներ։ Ստեղ կառաջանա գործակից, ստեղ i եւ i-n աշճանի եւ b-n աշճանի դեպքում գործակիցը 1 է, որովհետեւ միայն մի դեպքում է առաջանում i-n աշճան, երբ բոլոր փաղաքներից վերցրել ենք ան։ Այսինքն մեր խնդիրը հիմա հասկանալ, թե այս գործակիցները ոնց կարելի է հաշվել։ Ուրեմն եկեք մի հատ փորձենք տեսնենք որն է սրա կապը բանի հետ, գրենք բանաձևը, հետո կապացուցենք։ Ուրեմն այս a գումարած b-ի n աշճանը փաղաքցերը բացելու համար գրենք այս բոլոր անդամները իրար կողք, բոլոր արտադրիչները իրար կողք։ Հիմա ոնց ենք փաղաքցերը բացում։ Ամեն փակագծից մենք վերցնում ենք մի անդամ։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ ենթադրենք, եթե վերցնում ենք ան, մենք գնացինք ուղի վրա դեպի աջ, այստեղ փորձում եմ կապը հաստատել բանի հետ, պատահական զբոսանքի հետ։ Ուրեմն ամեն անգամ, երբ փաղաքցից մենք վերցնում ենք ան, ասում ենք, որ գնացինք դեպի աջ, երբ վերցնում ենք b-ն, ասում ենք, որ գնացինք դեպի ձախ։ Այսինքն մենք ստեղ ունենք n անդամ, ուզում ենք հասկանալ, թե i-ի k աստիճան եւ b-ի n հանած k աստիճանը քանի տարբեր ձևերով կարող ենք ստանալ։ Ես պնդում եմ կարող ենք ստանալ, չէ, եկեք m գրեմ, որպեսզի նույնը լինի, i-ի m աստիճան եւ n-ի b-ի n հանած m աստիճան։ Ուրեմն ես պնդում եմ, որ այս անդամը առաջանում է այս անդամների թիվը, երբ մենք բացում ենք բոլոր փաղաքցերը եւ բոլոր անդամները գրում ենք, նույնն է ինչ որ n քայլից m դեպի աջ կատարելու հնարավորությունների թիվը, տարբերակների թիվը։ Որովհետեւ ամեն անգամ, երբ մենք ընդունում ենք, ասենք ինչ որ փաղաքցից a, կասենք որ գնացինք աջ, ինչ որ փաղաքցից b, կասենք որ գնացինք ձախ։ Ուրեմն պնդում է հետևյալն է, որ այս բանը հավասար է CNM, որպես ստանանք բանաձևը, այս պետք է գրենք գումար։ M-ը հավասար է 0-ից n։ Ուրեմն այս մենք ինչ որ ձևով կապը գտնելով պատահական զբոսանքի հետ, մենք ստացանք այս բանաձևը։ Հիմա հարց, ոնց կարող ենք այս ապացուցել։ Եկեք ապացուցենք, ապացույց։ Ուրեմն ապացուցում ենք ելի ինդուկցիայով, այսինքն որն է մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդը, մենք ստուգելու ենք n-ը հավասար է 1-ի համար, ենթադրելու ենք, որ ճիշտ է n-ը հավասար է k-ի համար ու ապացուցելու ենք, որ եթե n-ը հավասար է k-ի համար ճիշտ է, ապա ճիշտ է նաև n-ը հավասար է k գումարած 1-ի համար։ Ուրեմն նկատենք, որ դեռ մենք սրանց ճշգրիտ արժեքները չգիտենք։ Մենք գիտենք, որ ինչ որ թվեր են, ենթադրում ենք, որ այս թվերը նույնն են, ինչ որ պատահական զբոսանքի ընթացքում մեր ստացած թվերը, բայց դեռ մենք արժեքները չգիտենք։ Ուրեմն մենք ինչ գիտենք այս թվերի մասին։ Նախորդ անգամ մենք հասկացել ենք հետևյալը, որ եթե մենք վերցնում ենք c n գումարած 1 m-ը, այսինքն n գումարած 1 քայլից m-ը արել ենք դեպի աջ, ապա այս նույնն է, տարբերակների թիվը նույնն է, ինչ որ c n քայլից m-ը դեպի աջ, գումարած c n քայլից m-1-ը դեպի աջ։ Այս բանաձևերը, որ մենք նախորդ անգամ պարզապես օգտագործելով սահմանումը եւ մեր գրաֆիկը, Պասկալի եռանկյունի գրաֆիկը, հասկացել ենք, որ ճիշտ է այս բանաձևը։ Կարող ենք նույնիսկ նորից մի հատ փորձել հասկանալ, ինչ է նշանակում։ Նշանակում է, որ
n գումարած 1 քայլից m-ը արել ենք դեպի աջ։ Որ դեպքում այդ կստացվի, երբ առաջի n քայլից m-ը արել ենք դեպի աջ, այդ դեպքում կա ընդամենը ցանկացած դեպքում լինում է մի տարբերակ, պետք է n գումարած 1/3 քայլը անենք դեպի ձախ, կամ հակառակը, առաջի n քայլից m հանած 1 արել ենք դեպի աջ, ու վերջի քայլը n-րդ քայլը n գումարած 1/3 քայլը պետք է անենք նույնպես դեպի աջ, որ ստացվի ուղիղ m։ Այսինքն այս բանաձևը ունի շատ պարզ իմաստ, որpիսի n գումարած 1 քայլուց m անենք դեպի աջ, կամ առաջի n քայլում պետք է անենք m հատ աջ քայլ եւ վերջինը ձախ, կամ առաջի n քայլում պետք է անենք m-1 դեպի աջ եւ վերջինը նույնպես դեպի աջ։ Գումարային ստացվում է սա։ Հիմա եկեք ուրեմն օգտագործելով մենակ այս բանաձևը, որը հետևում է պարզապես սահմանումից, ցույց տանք, որ ճիշտ է սա a գումարած b-ի n աշճանը տրվում է այս բանաձևով։ Ուրեմն ոնց ենք անում ենք մաթեմատիկական ինդուկցիայով, ստուգենք ուրեմն n հավասար է 1-ի համար, բայց իրականում համարյա բան չկա անելու, n-ը հավասար է 1-ի համար, ինչ պետք է ցույց տանք, պետք է ցույց տանք a գումարած b-ի 1 աշճանը հավասար է c1 0 a եւ գումարած c1 1 b։ Եթե նայենք այս բանաձևին, դնենք n-ը հավասար է 1, երկու անդամ է ստացվում, m-ը հավասար է 0 եւ m-ը հավասար է 1։ Իմ շելը ստեղ սխալ գրեցի, ստեղ է լինում b, ստեղ լինում է b, ստեղ լինում է a, որովհետև a-ի m աշճաներ, մի խոսքով սա է ստացվում բանաձևը։ Հիմա ինչ է գրած c1 ինչի հավասար, ուրեմն 1 քայլ ենք արել եւ պետք է անենք 0 քայլ դեպի աջ։ Ունենք ենք ընդամենը 1 տարբերակ, c1 հավասար է 1-ի, նույն պատճառով c1 1-ն է հավասար 1-ի, այսինքն իրոք ստացվում է b գումարած a կամ a գումարած b։ Այսինքն n-ը հավասար է 1-ի դեպքում բանաձևը ճիշտ է։ Ուրեմն ենթադրում ենք, որ ճիշտ է բանաձևը n-ը հավասար է k-ի դեպքում, այսինքն ունենք, որ a գումարած b-ի k աստիճանը հավասար է գումար m-ը հավասար է 0-ից k, c k m, a-ի m աստիճան եւ b-ի k հանած m աստիճան։ Ինչ ենք ուզում ցույց տալ, ուզում ենք ցույց տանք, որ բանաձևը մնում է ճիշտ, բանաձևը ճիշտ է, երբ n հավասար է k գումարած 1-ի։ Ուրեմն սա դեռ չգիտենք, իսկ այս նախորդը մենք ենթադրել ենք, որ սա ճիշտ է։ Եկեք գրենք ուրեմն ստացվում է a գումարած b-ի k գումարած 1 աշճանը հավասար է, ուրեմն a գումարած b եւ a գումարած b-ի k աստիճանը։ Ես ընդամենը գրեցի, որ k գումարած 1 աշճանը կարելի է ստանալ այս ձևով։ Բայց մենք ենթադրել ենք, որ երբ n-ը հավասար է k-ի, բանաձևը ճիշտ է, այսինքն մենք կարող ենք օգտագործել սա երկրորդ արտադրիչի փոխարեն։ Եկեք գրենք դա։ Ստացվում է a գումարած b, ստեղ ես գրում եմ գումար, m-ը հավասար է 0-ից k, c k m, a-ի m աստիճան եւ b-ի k հանած m աստիճան։ Ուրեմն ինչ ենք անում, հիմա փակձերը բացում եմ։ Պետք է ես a-ն բազմապատկեմ այս բոլոր անդամներով եւ գումարած b-ն պետք է բազմապատկեմ այս բոլոր անդամներով։ Եկեք գրենք, ուրեմն կստացվի գումար m-ը հավասար է 0-ից k, c k m, a-ի m գումարած 1 աշճան b-ի k հանած m եւ գումարած նույն գումարը m հավասար է 0-ից k, c k m, a-ի m աշճան եւ b-ի k գումարած 1 հանած m աշճան։ Ուրեմն ինչ ենք անում հիմա, ցանկալի կլներ, որ ստեղ ստանայինք նույն արտահայտությունները, որովհետեւ կարողանային գումարները գրել միասին։ Դրա համար եկեք այս առաջի գումարի մեջ m գումարած 1-ի անուն դնենք
L, m գումարած 1-ի անունը ես դրեցի L, առաջի գումարի մեջ միայն։ Ուրեմն ինչ կստացվի, երբ m-ը փոխվում է 0-ից k, L-ը կփոխվի 1-ից k գումարած 1, որտեղ L-ը m-ից տարբերվում է մենակ այս մի միավորով։ L-ը m գումարած 1-ն է, m-ը 0-ից k է փոխվում, L-ը կփոխվի 1-ից k գումարած 1։ Ուրեմն գումար L-ը հավասար է 1-ից k գումարած 1, ու ես ամեն տեղ m-ի փոխարեն պետք է դնեմ L հանած 1։ Ստացվում է C k L հանած 1, m գումարած 1-ը L է, ստացվում է այստեղ I-ի L ասճան, և B-ի m-ի փոխարեն պետք է դնեմ L հանած 1, ստացվում է k հանած L հանած 1։ Երկրորդ անդամը չեմ փոխում, գրում եմ նույն ձևով, եկեք այլ ճարտագրեմ, կլինի սենց։ Հիմա ևս մի բան եմ անում, ստեղ գումարը ըստ L-ի էր, ստեղ գումարը ըստ M-ի է, պարզե որ այս տառի անուն նշանակություն չունի, եկեք առաջի գումարի մեջ L-ը փոխարինեմ M-ով, որ ստանամ նույն անդամները։ Ուրեմն գումար M-ը հավասար է 1-ից k գումարած 1, CK M հանած 1, I-ի M ասճան, B-ի ստեղն չունեմ k գումարած 1 և հանած L, որը փոխարինում եմ M-ով, k գումարած 1 հանած M։ Այսինքն այս ամբողջի իմաստը այն էր, որ այս անդամները լինեն նույնը ինչ որ սրանք։ Մենք հիմա երկրորդ գումարը գրեմ նորից, M հավասար է 0-ից k, CKM, I-ի M ասճան և B-ի k գումարած 1 հանած M ասճան։ Ստեղ նկատում ենք, որ մի փոքր տարբերություն կա, ստեղ M-ը փոխվում է 1-ից k գումարած 1, ստեղ M-ը փոխվում է 0-ից k, այսինքն ընդհանուր են n անդամները, որոնք համապատասխանում են 1-ից մինչև k, դրա համար ես առաջի անդամից, առաջի գումարից առանձնացնում եմ k գումարած 1-ին համապատասխանող անդամը, ուրեմն ինչ է ստացվում, ստացվում է C k-ից M-ի փոխարեն k գումարած 1 է, ստացվում է k, I-ի k գումարած 1 և B-ի 0 ասճան։ Ուրեմն այս n անդամներ, որտեղ առաջի գումարում m-ը հավասար է k գումարած 1-ի։ Գումարած, հիմա ես գրում եմ բոլոր անդամները, m-ը հավասար է 1-ից k, ուրեմն I-ի m ասճանը և B-ի k գումարած 1 հանած m ասճանը նույնն է։ Ես կարող եմ, ուրեմն ես գումարները միացնում եմ իրար ու այդ անդամը հանում եմ փաղաքցից դուրս։ Ստացվում է I-ի m ասճան, B-ի k գումարած 1 հանած m ասճան, ինչ է մնում փաղաքցերի մեջ, մնում է C k m հանած 1 և գումարած CKM, մնացել էր սա և սա։ Եվ վերջապես այս երկրորդ անդամում, երկրորդ գումարում ես ունեմ անդամ, որը համապատասխանում է M0-ին, որը հաշվի առնված չի, էդ էլ ավելացնում ենք։ Ստացվում է գումարած C k 0, M հավասար է 0, ստացվում է I 0 ասճան և B-ի k գումարած 1 ասճան։ Ուրեմն ինչ ենք տեսնում, այս գումարը ստեղ համաձայն մեր այս բանաձևի, որ էր մեր բանաձևը, մեր բանաձևը սա էր, որ եթե ես վերցնում եմ ստեղ նույն թիվը, ու ստեղ վերցնում եմ երկու հաջորդական թիվ, ապա ինչ է տեղի ունենում, պետք է վերցնեմ m-ը և ստեղ գրեմ n գումարած 1։ Այսինքն այս բանը, ինչ որ գրված է ստեղ, այս հավասար է C, ստեղ n-ը փոխարինված է k-ով, կստացվի k գումարած 1 և m։ Դե, ստացվեց այն ինչ որ պետք է, որովհետև այս ամեն ինչը, մի վարքյան, ստեղ C k-կան, մեզ գիտեմ, որ ինքը հավասար է 1-ի, որովհետև եթե k քայլից արել եմ k անգամ գնացել եմ աջ, ապա ունեմ մի տարբերակ, ամեն անգամ ես պետք է ընտրեմ աջ քայլը։ Այս էլ նույնն է, ինչ որ C k գումարած 1 k գումարած 1-ը։ Նույն պատճառով
Սա նույնն է, ինչ որ C K գումարած 1 0-ն։ K քայլից 0-ն անել աճ, ունեմ մի տարբերակ, միշտ պետք է գնամ դեպի ձախ, կամ K գումարած 1 քայլից 0-ն անեմ աճ, նշանակում է, որ ունեմ մի տարբերակ, միշտ պետք է գնամ դեպի ձախ։ Դա այսինքն ստացվեց այն ինչ որ պետք է, ստացվեց գումար, ստեղ 0-ից 1-ից K-ն արդեն ունեի, ավելացնում եմ K գումարած 1-ը եւ 0-ն, այսինքն K գումարած 1-ը ստեղ, K գումարած 1-ը եւ 0-ն, ստացվում է A-ի m աստիճան, B-ի K գումարած 1 K գումարած 1 հանած m աստիճան, գործակիցները K գումարած 1 m եւ m-ը փոխվում է 0-ից K գումարած 1։ Մեր սրանով ինդուկցիայի քայլը ավարտվում է։ Ես ենթադրել էի, որ բանաձևը ճիշտ է n հավասար է k-ի համար, ցույց տվեցի, որ ճիշտ է բանաձևը n հավասար է k գումարած 1-ի համար։ Այսինքն մաթեմատիկայի ինդուկցիայի սկզբունքը մեզ երաշխավորում է, որ բանաձևը ճիշտ է ցանկացած n թվի համար։ Սրանով ավարտվում է ապացույցը։ Արդյոք հարցեր կան սրա մասին։ Շատ լավ։ Եթե հարցեր չկան, ուրեմն վերջապես գտնենք ես CK-ն ինչի է հավասար։ Ուրեմն դրա համար եւս մի հասկացություն կներմուծենք զուգորդություններ։ Ուրեմն ինչ ենք անվանում զուգորդություններ։ Այդ հետևյալն է, որ ունենք n տարբեր գնդակ, 1, 2, 3 եւ այլն n, ու սրանից ուզում ենք ընտրել m գնդակ։ Հիմա ինչ է նշանակում ընտրել m գնդակ։ Չէ, մի վարքյան, ոչ թե ուզում ենք ընտրել m գնդակ, ունենք n գնդակ, որոնք միմիացից չեն տարբերվում իրականում, մենք ուզում ենք ընտրել m գնդակ։ Հարցը թե քանի տարբեր ձևով այդ կարող ենք անել։ Մի վարքյան, չէ, իզուր եմ ասում, որ նույնն են, իրանք տարբեր գնդակներ են։ Մենք ուզում ենք հասկանալ, թե քանի եղանակով կարող ենք սրանցից ընտրել m գնդակ։ Ուրեմն ոնց կարող ենք հաշվել այդ բաների թիվը, ընտրությունների տարբերակները։ Կարող ենք անել հետևյալը, կարող ենք վերցնել n տարբեր արկղ, այս n տարբեր արկղից առանձնացնել m հատը, ու պատահական բաշխել այս գնդակները, ու ասել, որ առաջի m-ը մենք ընտրեցինք։ Հիմա հարց քանի տարբեր եղանակով է կարող է տեղի ունենալ։ Քանի որ մեզ համար տարբերություն չկա, թե այս գնդակները առաջի m-ի մեջ ոնց են բաշխվել։ Մենք կարող ենք ասել հետևյալը, որ եթե մենք մեր գնդակներից m հատը վերցրել ենք, ու ստեղ են դրանք ընկել, ապա ունենք m ֆակտորիալ տարբեր եղանակ սրանք ստեղ գցելու համար, ճիշտ է, որովհետև մենք գիտենք, որ m գնդակը հաջորդ կարող ենք տեղափոխել n ֆակտորիալ եղանակով։ Նույն պատճառով մնացած n հանած m գնդակները, ստեղ մենք ունենք n հանած m գնդակ, մենք կարող ենք խառնել n հանած m ֆակտորիալ եղանակով։ n
հանած m ֆակտորիալ եղանակով։ Այսինքն, մի հատ նորից։ Ուրեմն մենք ուզում ենք n գնդակից ընտրել m-ը։ Հիմա հարց քանի եղանակով կարելի է դա անել։ Փորձում ենք կապը գտնել մեր արդեն իմացած խնդիրների հետ, մենք ուսումնասիրել ենք տեղափոխությունները։ Ասում ենք հետևյալը, որ S n գնդակից ընտրում ենք m հատը ու ասում ենք, որ n տեղափոխությունը, որի դեպքում այս առաջի m գնդակը ընկել են առաջի m արկղի մեջ, համապատասխանում է մեր ուզած ընտրությանը։ Բայց առաջի m արկղի մեջ m գնդակ ես կարող եմ տեղավորել m ֆակտորիալ եղանակով։ Այդ տեղափոխությունն է, որովհետև ինձ համար նշանակություն ունի, թե որտեղ որ գնդակը որտեղ է։ Ինձ համար կարևոր է, որ առաջի m-ի մեջ են։ Այսինքն ես տեղ ունեմ m ֆակտորիալ տարբերակ, մնացած գնդակների համար նույնպես ունեմ n, նույնպես կարող եմ դիտարկել որպես տեղափոխություն, կունենամ n հանած m ֆակտորիալ տարբերակ։ Ու ես գիտեմ, որ այս ընտրությունը m գնդակ ընտրելու համար ես ունեմ c-n-ից c-n-m տարբերակ։ Ճիշտ է, ամեն անգամ ունենում եմ այսքան տարբերակ m գնդակ ընտրելու։ Այսինքն, եթե ես բազմապատկում եմ հնարավոր տարբերակների թիվը m ֆակտորիալով եւ n հանած m ֆակտորիալով, ես պետք է ստանամ բոլոր տեղափոխությունների թիվը, որը հավասար է n ֆակտորիալի։ Այսինքն, ստեղից ես ենթադրում եմ, որ ճիշտ է հետևյալը, ուրեմն թեորեմ c-n m-ը հավասար է n ֆակտորիալ բաժանած m ֆակտորիալ եւ բազմապատկած n հանած m ֆակտորիալ հայտարարում։ Ուրեմն նախորդ նկարագրությունը մի քիչ մտածելով կարելի է դարձնել խիստ ապացույց, վերջում կգտնեք մի քիչ ավելի մանրամասն այս հաշվարկը։ Ինչ ենք մենք ուզում անել հիմա, մենք ուզում ենք սա ապացուցել ելի օգտագործելով մաթեմատիկական ինդուկցիան։ Ապացույց։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ ցանկացած n-m թվերի համար ուրեմն ինչ գիտենք այս n-m թվերի մասին, մենք գիտենք հետևյալը, որ c-n 0-ն հավասար է c-n n-ի հավասար է 1-ի, սա ճիշտ է ցանկացած n-ի համար, ուրեմն այս ձևով գրելով նկատի ունեմ, որ ցանկացած n-ի համար, ինչ գիտենք նաև, գիտենք այն բանաձևը, որ արդեն այսօր օգտագործեցինք, որ եթե վերցնում ենք c k եկեք n գրեմ, c n m, ապա այս նույնն է, որ վերցնեմ c n-1 m և c n-1 m-1։ Իհարկե այստեղ նախորդ անգամ ես n-ի փոխարեն n գումարած 1 էի գրել, բայց բնականաբար տարբերություն չկա։ Ուրեմն ես ունեմ թվեր, որոնք բավարարում են այս երկու պայմանին, այս երկու պայմանին են բավարարում թվերը, ես ուզում եմ ցույց տալ, որ ուրիշ տարբերակ չկա, դրանք պետք է տրվեն այս բանաձևով։ Եկեք էլի օգտագործենք մաթեմատիկական ինդուկցիան։ Ուրեմն երբ n-ը հավասար է 1-ի, ես ինչ պետք է ցույց տամ, ես պետք է ցույց տամ, որ c1 0-ն հավասար է ինչ է ստացվում է 1 ֆակտորիալ, ստեղ մոռացա ասել, որ եթե 0 է առաջանում, ապա ըստ սահմանման 0 ֆակտորիալը հավասար է 1-ի։ Ուրեմն պայմանավորվում ենք, որ 0 այս բանաձևն ենք ապացուցում, որտեղ եթե հանկարծ առաջացել է 0, ապա դրա փոխարեն դնում ենք 1։ Ուրեմն պետք է ցույց տամ, որ այս հավասար է 1 ֆակտորիալ բաժանած m-ը 0 է 0 ֆակտորիալ, այսինքն 1 եւ անգամ n հանած m, այսինքն 1 հանած 0, ելի 1 ֆակտորիալ։ Այս ստացվում է 1, այն ինչ որ մենք ենթադրել էինք, որ ճիշտ է ցանկացած n-ի համար։
Ուրեմն նույն պատճառով, եթե ես վերցնեմ C1 1-ը, ինչ պետք է ստացվի, այս բանաձևի համաձայն, պետք է ստացվի 1 ֆակտորիալ, բաժանած հիմա m հավասար է 1-ի էլի 1 ֆակտորիալ և 1 հանած 1 ստացվում է 0 ֆակտորիալ, այսինքն էլի ստացվում է 1, որը նույնպես ճիշտ էր։ Այսինքն n հավասար է 1-ի համար մենք ստուգեցինք բանաձևը։ Ենթադրում ենք, որ n հավասար է k-ի համար ճիշտ է։ Ենթադրում ենք, որ n հավասար է k-ի համար ճիշտ է։ Եկեք ստուգենք բանաձևը n հավասար է k գումարած 1-ի համար։ Մենք դեռ չգիտենք, փորձում ենք հասկանալ։ Ուրեմն ինչ ենք անում, վերցնում գրենք այս բանը, իրականում մենք արդեն այս հաշվարկը օգտագործել ենք այսօր, c k գումարած 1 և ուզում եմ հաշվել k գումարած 1 m-ը։ Ուրեմն հնարավոր է երկու տարբերակ, եթե m-ը հավասար է 0-ի, ապա ես գիտեմ, որ ես հավասար է 1-ի, ու այս 1-ն էլ, եթե ես օգտագործում եմ այս բանաձևը, էլի ստանում եմ նույն բանը, որտեղ n հավասար է k գումարած 1-ի, ստացվում է k գումարած 1 ֆակտորիալ, բաժանած m-ը 0 է, ստացվում է 0 ֆակտորիալ, այսինքն 1, և n-ը k գումարած 1 է, սրան եմ ես նայում, n-ը k գումարած 1 է, ստացվում է բաժանած k գումարած 1 ֆակտորիալ։ Այս ինչ է ստացվում, այս էլ ստացվում է 1, այսինքն այն ինչ որ պետք էր։ Հիմա ենթադրում եմ, որ m-ը 0 չի, ուրեմն այս են դեպքեր, երբ m-ը հավասար է 0-ի, հիմա ենթադրում եմ, որ m-ը մեծ կամ հավասար է 1-ից, այդ դեպքում կարող եմ գրել հետևյալը, c k գումարած 1 m-ը հավասար է, ես օգտագործում եմ այս բանաձևը, որտեղ n-ը հավասար է k գումարած 1-ի, ստացվում է c m k գումարած c m մինուս 1 k, բայց k-ի համար ես ենթադրել եմ, որ բանաձևը ճիշտ է, ուրեմն կարող եմ օգտագործել այն ինչ որ կա, ստացվում է k ֆակտորիալ, բաժանած m ֆակտորիալ և m հանած k ֆակտորիալ, գումարած նույն բանը m մինուս 1-ով, ստացվում է k ֆակտորիալ, բաժանած m մինուս 1 ֆակտորիալ և k հանած m գումարած 1 ֆակտորիալ։ Ընդամենը տեղադրեցի այս երկու թվերի փոխարեն իրենց արժեքները, որոնք ճիշտ են ըստ ենթադրության։ Հիմա ինչ ենք անում, անում ենք ընդհանուր այն ինչ որ կարող ենք ընդհանուր հանել k ֆակտորիալը, բաժանած, եկեք մեծ թվերը անենք ընդհանուր, որպեսզի կոտորակներ չմնան, ուրեմն m ֆակտորիալն ենք անում ընդհանուր և այս մյուս երկու թվից էլ k հանած 1 գումարած 1, k հանած m գումարած 1 ֆակտորիալը, k հանած m գումարած 1 ֆակտորիալ, ինչ մնաց փաղաքձերի մեջ, ուրեմն k ֆակտորիալը ստեղ է, m ֆակտորիալը ստեղ է, ստեղ մի բան պակաս է, ստեղ մինչև k հանած m գումարած 1-ն էր գնում, ստեղ մինչև m հանած k-ն է գնում, այսինքն ստեղ ստացվում է k հանած m գումարած 1, գումարած, ստեղ ենք նայում, k ֆակտորիալը կա, սա ստեղ է, ստեղ m մինուս 1 ֆակտորիալ է, ստեղ m ֆակտորիալ է, այսինքն մի հատ m պակասում է, ուրեմն գումարած m։ Ինչ եղավ, այս երկու m-երը կրճատվեցին, ստացվեց k գումարած 1, այս k ֆակտորիալի հետ ինքը կտա k գումարած 1 ֆակտորիալ։ Բաժանած m ֆակտորիալ և k գումարած 1 հանած m ֆակտորիալ։ Այս էլ հենց n է, ինչ որ ստեղ է գրված, երբ n-ը հավասար է k գումարած 1-ի։ Այսինքն մենք ցույց տվեցինք, որ եթե բանաձևը ճիշտ է n հավասար է k-ի համար, ապա ինքը ճիշտ է n հավասար է k գումարած 1-ի համար, հետևաբար մաթեմատիկական ինդուկցիայով կարող ենք եզրակացնել, որ բանաձևը ճիշտ է ցանկացած k-ի համար։
Այսինքն այս բանը ունենալով մենք արդեն կարող ենք հաշվել բոլոր մեր նախորդ հավանականությունները, այսինքն գոնե կարող ենք բանաձև գրել։ Օրինակ, եկեք վերադառնանք պատահական զբոսանքին, ենթանենք արել ենք n քայլ, պատահական զբոսանք, ուրեմն կարող ենք ասել հետևյալը, որ հավանականությունը, ուրեմն հիշեցնեմ, որ մենք նկարագրել ենք բոլոր հնարավոր ելքերը, այսինքն բոլոր հնարավոր հետագծերի թիվը եւ յուրաքանչյուրին տվել ենք հավասար հավանականություն։ Այսինքն մենք գիտենք, որ ունեինք 2n հնարավոր հետագից, 2-ի n աշճան հնարավոր հետագից, որտեղ ամեն անգամ կամ գնում ենք աջ, կամ գնում ենք ձախ։ Այսինքն ամեն քայլին հնարավոր տարբերակների թիվը բազմապատկվում է 2-ով։ Այսինքն n քայլի համար մենք ունենք 2-ի n աշճան հնարավոր հետագից։ Ու ասում ենք, որ յուրաքանչյուր հետագից ունի 1 բաժանած 2-ի n աշճան հավանականություն։ Հիմա մենք ուրիշ բան ենք ուզում հաշվել, ուզում ենք հաշվել, թե քանի քայլ ենք արել դեպի աջ։ Հավանականությունը, որ m քայլ աջ։ Այսինքն ինչ պետք է անենք։ Մենք պետք է հաշվենք բոլոր տարբերակները, մենք պետք է հաշվենք տարբերակների թիվը, թե քանի տարբերակում մենք անում ենք m քայլ աջ։ Այդ մենք գիտենք, այս մեր թիվն էր c n m։ Եվ բաժանենք բոլոր հնարավոր տարբերակների վրա, ստացվում է 2-ի n աշճան։ Կամ կարող ենք այս նույն բանը ուրիշ ձևով գրել։ Մենք գիտենք, որ եթե արել ենք m քայլ աջ, ապա որտեղ ենք հայտնվել, ուրեմն հայտնվել ենք, ուրեմն m քայլ աջից աջի դեպքում մենք կարող ենք ասել, որ մեր կոորդինատը n պահին հավասար է, ուրեմն m անգամ գնացել ենք դեպի աջ 0-ից սկսած եւ մնացածը գնացել ենք դեպի ձախ, այսինքն հանած n հանած m։ Այսինքն այս ստացվում է, ինչ է ստացվում, 2m-ից հանած n։ Ուրեմն մենք n քայլից հետո կգտնվենք այս կետում, այն եւ միայն այն դեպքում, երբ մենք արել ենք m քայլ աջ։ Իրականում սա համարժեքություն է։ Անել m քայլ, այդ նույնն է, որ ասել n պահին մենք կգտնվենք 2m հանած n կետում։ Դրա համար այս նախորդից կարող ենք ասել հետևյալը, որ հավանականությունը, որ n պահին մենք կգտնվենք 2m հանած n կետում, նույնն է, ինչ որ անել m քայլ աջ, այսինքն c m n բաժանած 2-ի n աշճան։ Այսինքն այս մեր հաշվարկը, որտեղ մենք տեսանք նաև կապը Նյուտոնի երկանդամի հետ կամ զուգորդությունների հետ, հնարավորություն է տալիս հաշվել պատահական զբոսանքի համար ինչ որ հավանականություններ, անել m քայլ աջ կամ գտնվել 2m հանած n կետում եւ այլն։ Հետո էլի օրինակներ կտեսնենք, թե ոնց կարող ենք հավանականությունները ավելի ճշգրիտ կամ գոնե մոտավոր հաշվել։ Հիմա ստեղ կան հարցեր սրա վերաբերյալ։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ապա ուրեմն մի հատ նորից վերադառնանք այս CMN-ի բանաձևին։ Ստեղ կան ֆակտորիալներ։ Ուրեմն հավանականությունների տեսության խնդիրներից մեկը այն է, որ հասկանալ, երբ շատ թվով փորձեր ենք անում, ինչ է տեղի ունենում, մոտավորապես կանխատեսել հնարավոր ելքերը։ Այսինքն հաշվել համապատասխան հավանականությունները։ Համապատասխան հավանականությունները հաշվելու համար մենք պետք է կարողանանք այս բանաձևերը օգտագործել։ Սրա համար պետք է հասկանանք, թե այս n ֆակտորիալը, այսինքն n ֆակտորիալ ֆունկցիան ոնց է իրեն պահում, երբ n-ը մեծ է, ուրեմն դրա մասին մենք նախորդ անգամ խոսեցինք, այդ Ստերլինգի բանաձևն է։ Ստերլինգի
Ուրեմն ինչ է ասում Ստերլինգի բանաձևը։ Ստերլինգի բանաձևը ասում է հետևյալը, որ n ֆակտորիալը, երբ n-ը շատ մեծ է, իրան պահում է մոտորապես հետևյալ ձևով։ Եկեք լավ, այս անգամ հավասարություն գրեմ։ Ուրեմն n-ը բաժանած y-ի, հիմա կհիշեցնեմ ով է n, n ասճան, անգամ քառակուսի արմատ 2 pi n, եւ այս ամեն ինչը բազմապատկած 1 գումարած ինչ որ մի թիվ է, որի ճշգրիտ արժեքը չգիտեմ, բայց այս թվի մասին կարող եմ ասել հետևյալը, որ այս էպսիլոն n-ը ձգտում է 0-ի, երբ n-ը ձգտում է անսահմանության։ Հիմա մի հատ մենք կվերադառնանք սրան, թե այս ինչ է նշանակում։ Ուրեմն այստեղ երկու թիվ կա, n, ուրեմն y-ի մոտավոր արժեքը 2,71 եւ p-ի մոտավոր արժեքը 3,14։ Ուրեմն այստեղ ինչ է գրած։ Այստեղ գրած է, որ n ֆակտորիալը ու այս թիվը, որ մի քիչ ավելի հեշտ է հաշվել, քան n ֆակտորիալը, քանի որ այստեղ n անգամ պետք է բազմապատկել, այստեղ մի քիչ ուրիշ գործողություն է տեղի ունենում։ Միմյանցից տարբերվում են այս արտադրիչով 1 գումարած էպսիլոն n, որտեղ էպսիլոն n-ը ձգտում է 0-ի։ Ուրեմն ինչ է նշանակում էպսիլոն n-ը ձգտում է 0-ի։ Այդ նշանակում է, որ եթե 0-ի շուրջ 0 կետն է, 0-ի շուրջ վերցնեմ ցանկացած բաց միջակայք կամ փակ միջակայք, տարբերություն չկա։ Այսինքն մինուս, ասենք դելտա միջակայքը վերցրեցի։ Ասել, որ էպսիլոն n ձգտում է 0-ի, նշանակում է ասել հետևյալը, որ ցանկացած դելտայի համար, այսինքն վերցրեցինք ցանկացած դելտա դրական թիվ, ու նայում ենք, թե ով է այս միջակայքում, այս միջակայքում կլինեն բոլոր էպսիլոն n թվերը բացառությամբ վերջավոր թվից։ Այսինքն, ուրիշ կերպ ասած, գոյություն կունենա մի հատ n, եկեք լավ մեծատար գրեմ, n, որը կախված է դելտայից, բնական թիվ, նենց որ եթե փոքր n-ը մեծ է այս n դելտայից, ապա էպսիլոն n թիվը գտնվում է այս միջակայքում։ Այսինքն էպսիլոն n թվի բացարձակ արժեքը կլինի փոքր դելտայից։ Այսինքն ասել, որ ինչ որ էպսիլոն n թվեր ձգտում են 0-ի, այդ նույնն է, որ ասել իրանք մոտենում են 0-ին։ Ինչ է նշանակում մոտենում են 0-ին։ Նշանակում որ եթե ես ֆիքսեցի ինչ որ միջակայք, ապա բավականաչափ մեծ թիվ կարող եմ գտնել, որից հետո բոլորը ստեղ են։ Առաջի n դելտայի համար չեմ կարող ասել որտեղ են, բայց սրանից սկսած բոլորը գտնվելու են այս միջակայքում։ Ու սա ճիշտ է ցանկացած դելտայի համար։ Ուրեմն այս սահմանի հասկացությունն է, մեծ հավանականությամբ բոլորը ծանոթ են սրան, բայց ամենայն դեպս հիշեցնում եմ, թե ինչ է նշանակում։ Ուրեմն Ստերլինգի բանաձևը ասում է սա, որ n ֆակտորիալը հավասար է սրան։ Այս բանաձևով կարելի է հաշվել, ուրեմն որովհետեւ ամեն անգամ այս թիվը չգրենք, այս արտահայտություն չգրենք, շատ հաճախ որպեսզի ասեմ սա, ես գրելու եմ հետևյալը, որ n ֆակտորիալը համարժեք է n-ը բաժանած y-ի n ասճան քառակուսի արմատ 2 pi n, երբ n-ը ձգտում է անսահմանության։ Ուրեմն ես չեմ ապացուցի Ստերլինգի բանաձևը, պարզապես մտահղացումները կփորձեմ հիմա ասել, նկարագրել, առաջարկում եմ ձեզ ինքնուրույն կարդալ այդ համապատասխան բաժինը դասագրքում։ Ուրեմն նախ մի բան անենք, վերադառնանք ելի ես մեր նախորդ բանաձևին, եկեք վերցնենք լոգարիթմը սրա։ Ուրեմն լոգարիթմ n ֆակտորիալը հավասար է լոգարիթմ այս ամեն ինչի n-ը բաժանած y-ի n ասճան քառակուսի արմատ 2 pi n եւ 1 գումարած էպսիլոն n։ Այս ամեն ինչի լոգարիթմ ենք վերցրել։ Ուրեմն լոգարիթմի հատկություններից օգտվելով կարող են գրել հետևյալը, այս առաջի անդամի լոգարիթմը ստացվում է n անգամ լոգարիթմ n հանած n, երկրորդ անդամը ես մասերի կբաժանեմ, կվերցնեմ
քառակուսի արմատենը կստացվի 1 երկրորդ լոգարիթմեն գումարած լոգարիթմ քառակուսի արմատ 2-ի և գումարած լոգարիթմ 1 գումարած էպսիլոն-ն։ Այսինքն լոգարիթմ n ֆակտորիալը ասել, որ ճիշտ է սա, այդ նույնն է, որ ասել ճիշտ է սա, պարզապես մեկը մյուսից լոգարիթմով է տարբերվում։ Հիմա ստեղ ինչ ունենք։ Ունենք n լոգարիթմ n s ամենաարագ աճող անդամն է, երբ n-ը ձգտում է, երբ n-ը մեծանում է։ Հետո ունենք n-ը, որը բնականաբար ավելի դանդաղ է աճում, բայց էլի բավական աճող անդամ է։ Հետո լոգարիթմ n-ը, ինքը ավելի դանդաղ է աճում, քան սա։ Հետո ունենք հաստատում, որը ընդհանրապես չի աճում։ Հետո ունենք լոգարիթմ 1 գումարած էպսիլոն n, որը իրականում նվազում է, որովհետև որն է լոգարիթմ 1 գումարած x-ի գրաֆիկը։ Ուրեմն լոգարիթմ 1 գումարած x-ը որոշված է, երբ x-ը մեծ է մինուս 1-ից, 0-ին 0 է, ասկով ինքը պահում է իր մոտարապես սենց։ Այսինքն, երբ, ուրեմն սա լոգարիթմ 1 գումարած x-ն է, լոգարիթմ 1 գումարած x-ը, երբ այս x-ը, այսինքն էպսիլոն-ը մոտենում է 0-ին, ապա լոգարիթմն էլ է մոտենում 0-ին։ Իրականում այս գրաֆիկից անմիջապես հասկանում ենք, որ լոգարիթմ 1 գումարած x-ը, եթե նայի շոշափողը, ուրեմն շոշափողը կլինի y հավասար է x ուղիղը 0 կետում, այսինքն այս լոգարիթմ 1 գումարած x-ը մոտավորապես նույնն է ինչ որ x-ը, քանի որ ցանկացած ֆունկցիա, եթե կա շոշափող գրաֆիկի ինչ որ կետում, ապա մոտավորապես կարելի է մոտարկել շոշափողով։ Այսինքն սա ճիշտ է, երբ x-ը փոքր է, երբ x-ը ձգտում է 0-ի։ Այսինքն Ստերլինգի բանաձևը նույնն է ինչ որ սա։ Հիմա ոնց կարող ենք հասկանանք, որ սա հավասար է սրան մոտավորապես։ Եկեք գրենք ուրեմն լոգարիթմ n ֆակտորիալ այս նույնն է, ինչ որ n ֆակտորիալը այդ առաջի n թվերի արտադրյալն է, լոգարիթմ 1 անգամ 2 անգամ n, ուրեմն ինչ է ստացվում, ստացվում է լոգարիթմ 1 գումարած լոգարիթմ 2 գումարած և այլն, գումարած լոգարիթմ n։ Այսինքն ես ունեմ ֆունկցիա y հավասար է լոգարիթմ x, ես վերցրել եմ այս ֆունկցիայի արժեքները առաջի n ամբողջ թվերում, n առաջին ամբողջ թվերում ու վերցրել եմ դրանց գումարը։ Եկեք մի բան էլ նկարենք։ Մեզ հետաքրքրում է լոգարիթմ ֆունկցիան, երբ x-ը մեծ կամ հավասար է 1-ից, դե ստեղ մենք գիտենք, որ ինքը ձգտելու է մինուս անսահմանության, կարևոր չի, ստեղ իրան պահելու է մոտարապես սենց։ Այս մեր լոգարիթմ x ֆունկցիան է։ Ինչ ենք արել, վերցրել ենք արժեքը 0 կետում, ինքը 0 էր, վերցրել ենք արժեքը 1 կետում, այդ լոգարիթմ 1, 1, 2, 3, եկեք սեղ վերցնենք k գումարած 1 և k հանած 1 կետերը։ Ուրեմն, եթե վերցնում ենք, ուրեմն եկեք երկու ձևով այս գումարը ներկայացնենք։ Ուրեմն լոգարիթմ 1-ը 0 է, լոգարիթմ 2-ը մենք կարող ենք պատկերացնենք որպես այս ուղղանկյան մակերես։ Չէ՞ որտև սա լոգարիթմ 2 բարձրությունն է, սա լոգարիթմ 2 բարձրությունն է, հիմքն էլ 1 է, բազմապատկում ենք իրան, այս լոգարիթմ 2-ը սա է, ուրեմն այս կլինի լոգարիթմ 2։ Լոգարիթմ 3-ը նույն պատճառով կլինի այս ուղղանկյան մակերեսը։ Եվ այլն, լոգարիթմ կան կլինի այս ուղղանկյան մակերեսը։ Այսինքն, եթե մենք օգտագործենք ինտեգրալի հասկացությունը, որը
կարող ենք ասել ըստ սահմանման ֆունկցիայի ինտեգրալ, դրական ֆունկցիայի ինտեգրալը գրաֆիկի տակ ընկած պատկերի մակերեսն է։ Մենք կարող ենք ասել, որ գումար կան հավասար է 1-ից n լոգարիթմ կան, իրականում առաջի անդամը կարող է չգրել, քանի որ առաջի անդամը 0 է։ Ես ստացել եմ S ուղղանկյունների մակերեսների գումարը, որը ակնհայտորեն ավելի մեծ է, քան թե գրաֆիկի տակ ընկած պատկերի մակերեսը։ Այսինքն սա մեծ կամ հավասար է ինտեգրալ 1-ից n լոգարիթմ x dx։ Սա էլ մենք կարող ենք հաշվել Նյուտոն-Լեյբնիցի բանաձևի օգնությամբ, ուրեմն եկեք հիշենք Նյուտոն-Լեյբնիցի բանաձևը։ Ինչ էր ասում Նյուտոն-Լեյբնիցի բանաձևը։ Նյուտոն-Լեյբնիցի բանաձևը ասում է, որ եթե ես ունեմ ֆունկցիա, որի ածանցյալը ինտեգրում եմ, այսինքն ես ներդրում եմ, որ ամեն ինչը գոյություն ունի, ածանցյալը գոյություն ունի, ու ինտեգրում եմ a-ից b, ապա ստանում եմ ֆունկցիայի արժեքների տարբերությունը ծայրակետերում։ Հիմա լոգարիթմ x-ը հեշտությամբ կարող ենք հաշվել, որ հետևյալ ֆունկցիայի ածանցյալն է x լոգարիթմ x հանած x։ Սրա ածանցյալը հավասար է լոգարիթմ x-ի։ Հետևաբար այն ինչ որ գրված է ստեղ, կարելի է հաշվել, կստացվի, ուրեմն x-ի փոխարեն պետք է դնեմ վերևի ծայրակետը, այսինքն n-ը, ստացվի n լոգարիթմ n հանած n եւ հանած 1 լոգարիթմ 1 հանած 1։ Լոգարիթմ 1 հավասար է 0-ի, այսինքն ստանում ենք n լոգարիթմ n հանած n եւ գումարած 1։ Այսինքն ես ստացա լոգարիթմ n ֆակտորիալի համար ներքևից գնահատական, որը պարունակում է այս առաջի երկու անդամները։ Այս առաջի երկու անդամը այնտեղ կան։ Նույն ձևով, եթե ես այս ուղղանկյունների փոխարեն յուրաքանչյուր արժեքի համար ես վերցրեցի ձախ կողմի ուղղանկյունը, բայց յուրաքանչյուր արժեքի համար ես կարող եմ վերցնել աջ կողմի ուղղանկյունը։ Ես կարող եմ վերցնել սա։ Ասենք նախորդ արժեքի k-1-ի համար ես կարող եմ վերցնել սա։ Լոգարիթմ 2-ի համար ես կարող եմ վերցնել սա։ Այդ դեպքում կստանայի, ինչ կստանայի, կստանայի այս ուղղանկյունների գումարը, որը ակնհայտորեն գտնվում է գրաֆիկից ներքև, ու կարող էի ստանալ այս գումարի գնահատականը վերևից։ Այսինքն այս նույն փաստարկով ես կարող եմ ասել, որ գումար կան հավասար է 1-ից n լոգարիթմ կան։ Ես ինչ պետք է անեմ, ես պետք է ինտեգրեմ 1-ից n գումարած 1, քանի որ եթե ես վերջինը վերցնեմ, տեսեք, ստեղ կան հաշվի առնելու համար ես գնացի մինչև k գումարած 1, n-երորդը հաշվի առնելու համար ես պետք է գնամ մինչև n գումարած 1։ Այսինքն այս նույն պատճառով, այս նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ սա ավելի փոքր է, քան ինտեգրալ 1-ից n գումարած 1 լոգարիթմ x dx։ Դե, այս էլ նույն ձևով կարող ենք հաշվել։ Ստացվում է n գումարած 1 լոգարիթմ n գումարած 1, այսինքն հաշվելու կարիք էլ չկա։ Ստեղ պարզապես այս բանաձևի մեջ պետք է n-ի փոխարեն դնենք n գումարած 1։ Հանած n գումարած 1 եւ գումարած 1, այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է հետեւյալը։ Եկեք փորձենք առանձնացնենք կարևոր անդամները։ Ուրեմն կստացվի n լոգարիթմ n գումարած 1, հետո հանած n, ես վերցրեցի սա, այս մեկերը կրճատվում են, ինչ է մնում։ Մնում է գումարած լոգարիթմ
n գումարած 1։ Հիմա ստեղ լոգարիթմ n գումարած 1 ես կարող եմ գրել հետևյալ ձևով։ Ես կարող եմ գրել n լոգարիթմ n գումարած լոգարիթմ 1 գումարած 1/3 հանած n եւ գումարած սրա փոխարեն կարող եմ գրեմ լոգարիթմ n եւ գումարած լոգարիթմ 1 գումարած 1/3։ Հիմա լոգարիթմ 1 գումարած 1/3-ը ես մոտավորապես հասկացել եմ ինչ է, որտեղ էր գրած, սա էր։ Լոգարիթմ 1 գումարած x-ը, երբ x-ը փոքր է, ակնհայտորեն երևում է, որ ինքը ավելի փոքր է, քան x-ը, որտեղ շոշափողը ավելի վերև է գտնվում, քան գրաֆիկը։ Տեսեք էս, սրա մասին է, այս շոշափողն է, x-ն է, սա լոգարիթմ 1 գումարած x-ն է։ Այսինքն ես, եթե ես հիմա ուզում եմ գնահատել վերևից, կարող եմ ասել հետևյալը, որ սա ավելի փոքր է, քան n լոգարիթմ n, սրա փոխարեն ես կարող եմ գրել 1/3, այս n-ի հետ կտա 1, գումարած 1, հանած n, գումարած լոգարիթմ n, եւ սրա փոխարեն էլ կարող եմ գրել, որ ավելի փոքր է, քան 1/3-ը, այս սրա փոխարեն, գումարած 1/3։ Այսինքն էլի եթե ես կարևոր անդամները սկսում եմ գրում եմ առաջինը, ստացվում է n լոգարիթմ n հանած n, ստացվեց գումարած լոգարիթմ n, գումարած 1, գումարած 1/3։ Հիմա եկեք համեմատենք մեր այս նախորդ բանաձևի հետ, մեր գրված բանաձև։ Ուրեմն ներքևից գնահատականի համար մենք ստացանք սա. n լոգարիթմ n հանած n գումարած 1, վերևից գնահատականի համար ստացանք n լոգարիթմ n գումարած լոգարիթմ n գումարած 1, այսինքն այս լոգարիթմ n-ը ավելացավ։ Իսկ մենք ինչ էինք ուզում ապացուցել, այսինքն ինչ է ասում Ստերլինգի բանաձևը, ասում է, որ սա է, այս անդամը մենք արդեն իսկ ունենք։ Սրա փոխարեն ներքևից գնահատականի համար ունենք 0, վերևից գնահատականի համար ունենք լոգարիթմ n։ Դե իրականում ճիշտ արժեքը 1/2 լոգարիթմ n-ն է։ Ուրեմն սրա մասին ես չեմ ուզում հիմա խոսել, կարող եք ինքնուրույն կարդալ դասագրքում, պարզապես պետք է հաշվի առնել, այսինքն պետք է մոտարկել ոչ թե ուղղանկյուններով, այլ պետք է մոտարկել այս սեղաններով ամեն անգամ։ Բայց այդ արդեն դասագրքում կարդաք։ Շատ լավ, ինչ որ հարցեր կան այս մտահղացումների վերաբերյալ Ստերլինգի բանաձևի հետ կապված։ Շատ լավ, եթե հարցեր չկան, ուրեմն շատ արագ քննարկենք, ուրեմն որն է մեր եզրակացությունը սա բոլոր օրինակներից, որ ունեցանք։ Ուրեմն այդ գրքին համապատասխանում է, գրքի մեջ համապատասխանում է երկրորդ գլխին, ուրեմն հավանականություն եւ հաճախականություն։ Ուրեմն որն է մեր նպատակը։ Մեր նպատակն է ունենալով ինչ-որ մի կոնկրետ մոդել, ասենք զար ենք նետում կամ վիճակախաղ ենք խաղում կամ ուրիշ բան ենք անում, կառուցել, այսինքն ունենալ որևէ երևույթ կամ խաղ կամ չգիտեմ ինչ, կառուցել համապատասխան հավանականային մոդել ու ուսումնասիրելով այդ մոդելը գալ ինչ-որ եզրակացությունների մեր երևույթի մասին։ Ուրեմն դրա համար մենք այս մեր օրինակները հիմնված էին հետևյալ մտահղացման վրա, որ նկարագրում ենք նկարագրել բոլոր հնարավոր եւ հավասար հավանական դեպքերը, ու դրանից հետո, այսինքն այս առաջի քայլն էր, երկրորդ քայլը
Այսինքն, եթե մենք նկարագրենք այս բոլոր հավասար բոլոր հնարավոր եւ հավասար հավանական դեպքերը, մենք ունենանք ինչ որ թիվ, ասենք դրանում դնենք n տարբերակ։ Հետո վերցնել մեզ հետաքրքրող ելքը, անուն դնենք a, ու նկարագրել, թե այս բոլոր դեպքերից որոնք են գտնվում a-ի մեջ։ Օրինակ, դետել ենք մի զույգ զար, երբ է ստացվել 6 եւ 6։ Այսինքն, կամ երբ է ստացվել գումարը կենտ, կամ ցանկացած ուրիշ դեպք։ Այսինքն, նկարագրում ենք մեզ հետաքրքրող ելքը, մեզ հետաքրքրող ելքը, ու ասում ենք, մեզ հետաքրքրող ելքը նկարագրելուց հետո կարող ենք հաշվել, թե քանի տարբերակում է դա տեղի ունենում, ասում ենք, որ a-ի հավանականությունը, ուրեմն ստեղ գրենք n տարբերակ, ասում ենք, որ a-ի հավանականությունը այս փոքր n-ը բաժանած մեծ n-ն է։ Ուրեմն այս առաջի եղանակն է, որպեսզի նկարագրենք, որպեսզի կառուցենք հավանականային մոդել։ Ուրեմն ուսումնասիրում ենք ինչ-որ երևույթ։ Նկարագրում ենք նկարագրում ենք այդ փորձերի բոլոր հնարավոր ելքերը։ Կարող է փորձի արդյունքում մեծ հետաքրքրող ելքը տեղի ունենա, կարող է տեղի չունենա։ Բայց մենք նկարագրում ենք բոլոր հնարավոր դեպքերը ու նենց, որպեսզի այդ բոլոր հնարավոր ելքերը լինեն հավասար հավանական։ Օրինակ, երբ զառը նետում ենք, պարզե որ 1, 2, 3, 4, 5, 6-ը հավասար հավանականություն է, եթե զառը նորմալ սարքած է առանց սիմետրիկ ձևով սարքած է։ Հետո մենք հաշվում ենք մեծ հետաքրքրող ելքերի թիվը ու ասում ենք, որ դրա հավանականությունը հավասար է մեծ հետաքրքրող տարբերակների թիվը բաժանած բոլոր տարբերակների թվի վրա։ Ուրեմն այս մոդելի կառուցման առաջի եղանակն է։ Երկրորդ եղանակը այդ ոչ թե հաշվել տեսականորեն հավանականությունը, այլ փորձեր անել։ Այսինքն, օրինակ ուզում ենք հաշվել զառի համար 6 ստանալու հավանականությունը։ Բազմաթիվ անգամ նետում ենք զառը, հաշվում ենք, թե քանի անգամ 6 ստացվեց ու բաժանում ենք նետումների թվի վրա։ Այդ կստացվի 6-ի հավանականությունը։ Այսինքն, այս դեպքում մի քիչ ավելի абստրակտ իրադրության մեջ, ուրեմն կրկնել փորձը նույն պայմաններում, այսինքն զառը նետում ենք, ասենք 100 անգամ, ուրեմն հաշվել, ասենք ենթադրենք մենք արեցինք n անգամ, եկեք լավ էս ուրիշ տառ նշանակեմ, n անգամ, եւ հաշվել մեզ հետաքրքրող ելքերի թիվը, ելքերի քանակը։ Այսինքն քանի անգամ այս n անգամից ստացվեց մեզ հետաքրքրող ելքը, անունել դրենք m անգամ ստացվեց։ Այդ դեպքում կասենք, որ հավանականությունը, ստեղ տառ չնշանակեցինք, լավ, պարզապես գրեմ հավանականությունը հավասար է, կամ սրան ասում են նաև հաճախականություն, m-ը բաժանած n-ի։ Այսինքն մենք ոչ թե նկարագրում ենք բոլոր հնարավոր տարբերակները, այլ մենք ասում ենք մեզ հետաքրքրում է այս ելքը, այսինքն զառերի ընկած թվերի գումարը հավասար է 4-ի ենթադրենք։ Բազմաթիվ անգամ մի զույգ զառը գցում ենք, նայում ենք քանի անգամ ստացվեց 4 ու ասում ենք, որ դրա հավանականությունը կամ հաճախականությունը m-ը բաժանած n-ի է։ Ուրեմն m-ը այդ քանի անգամ ստացվեց մեզ հետաքրքրող ելքը, n-ը քանի անգամ կատարեցինք փորձը։ Ուրեմն մոտավորապես կարող ենք ասել, որ հավանականային մոդելները ստեղծվում են այս երկու եղանակներով։ Այսինքն մենք ունենք կոնկրետ պրակտիկ խնդիր։ Պրակտիկ խնդրում ոչ մեկը մաթեմատիկական ձևակերպում չի տալիս խնդրին։ Պրակտիկ խնդրում նկարագրում են, որ այս է մեծ հետաքրքիր, կարող եք ինչ-որ բան ասել։
Հիմա ոնց ինչ որ բան ասենք, մենք պետք է կառուցենք հավանականային մոդել։ Ինչ կարող ենք անել, կարող ենք վերցնել տուղտուկրիչը, սկսել հաշվել բոլոր հնարավոր տարբերակները, հետո նկարագրել թե տարբերակներից որ դեպքում է ստացվում մեծ հետաքրքրող արդյունքը ու ասել, որ մեծ հետաքրքրող արդյունքի հավանականությունը հավասար է այս փոքր n-ը բաժանած մեծ n-ի։ Կամ կարող ենք առանց տուղտուկրիչի փորձեր անել շատ քանակությամբ փորձեր, նայել թե որ դեպքում ստացվեց մեծ հետաքրքրող արդյունքը ու ասել, որ մեծ հետաքրքրող արդյունքի հավանականությունը m-ը բաժանած n է։ M-ը թե քանի անգամ ստացվեց, n-ը քանի անգամ արեցինք փորձը։ Ուրեմն մի քիչ ավելի ընդհանուր դեպքում, երբ հնարավոր չի ստանալ հավասար հավանականություն ունեցող ելքեր, կարելի է անել հետևյալը, որը իրականում լինելու է մեր հիմնական մոդելը։ Այսինքն մենք նկարագրում ենք բոլոր հնարավոր ելքերը, ուրեմն առաջինը նկարագրում ենք բոլոր հնարավոր ելքերը, այսինքն ստացվեց ինչ-որ մի բազմություն, անունը դնենք օմեգա։ Այսինքն հիմա ես ոչ չեմ ուզում համարակալել, ասում եմ, որ նկարագրել եմ, թե ինչ կարող է ստացվի։ Ստացվել է օմեգա 1 ելքը, օմեգա 2 ելքը եւ այլն, օմեգա n ելքը։ Բայց արդեն չեմ ասում, որ սրանք բոլորը ունեն նույն հավանականությունը։ Պարզապես ինչ որ ելքեր են։ Ու երկրորդ քայլը ինձ նույնիսկ չի հետաքրքրում այս բոլոր մանրակրկիտ նկարագրությունը։ Ինձ հետաքրքրում են պարզապես այս օմեգայի ենթաբազմությունները կամ որոշ ենթաբազմություններ։ Այս ցանկացած ենթաբազմության համար ես ցանկացած ենթաբազմությանը ես անպատասխանության մեջ եմ դնում ինչ որ մի թիվ, որը գտնվում է 0-ի եւ 1-ի արանքում, ու սրանում դնում եմ i-ի հավանականություն։ Հիմա ինչի պետք է բավարարի այս հավանականությունը։ Երկու պայման կա, ուրեմն առաջի պայմանը այն է, որ եթե այս an ընդհանրապես ոչ մի տար չի պարունակում, այսինքն an դատարկ բազմություն է, հավանականությունը պետք է լինի 0։ Երկրորդ պայմանը այն է, որ եթե ես վերցրեմ ամբողջ բոլոր հնարավոր ելքերը, պարզ է որ հավանականությունը պետք է լինի 1, մեկ հավանականությամբ ինչ որ մի բան տեղի ունենում։ Եվ երրորդ պայմանը այն է, որ եթե ես ունեմ երկու ենթաբազմություն, ընկած օմեգայի մեջ, ու սրանք այս երկու ելքերը միաժամանակ տեղի ունենալ չեն կարող, այսինքն an եւ ben միաժամանակ տեղի ունենալ չեն կարող, այսինքն ուրիշ կերպ ասած սրանց հատումը դատարկ է, ապա պետք է ուրեմն այս առաջի հատկությունն էր, այս էլ երկրորդ հատկությունն է, ապա սրանց միավորման հավանականությունը պետք է լինի հավանականությունների գումարը։ Ուրեմն չեմ բացառում, որ այս պահին մի քիչ պարզ չի, թե այս ինչի մասին է խոսքը։ Ես առաջարկում եմ կարդալ դասագրքի մեջ համապատասխան բաժինը, այս երկրորդ գլուխն է, մի քիչ ավելի մանրամասն է քննարկում սա, բայց մենք հաջորդ դասերին կտեսնենք այս սխեմայի իրականացման շատ օրինակներ։ Այսինքն մենք կնկարագրենք բոլոր հնարավոր ելքերը, բայց առանց ասելու հավանականությունների մասին, ու չենք ենթադրի, որ իրանք ունեն նույն հավանականությունը, բայց կկառուցենք ինչ-որ արտապատկերին, որ ցանկացած ելքին անպատասխանության մեջ կլինի ինչ-որ թիվ։ Այսինքն ինչ-որ ֆունկցիա է իրականում ենթաբազմությունների վրա, ինչ հատկություններով է օժտված այդ ֆունկցիան, հետևյալն են, եթե մենք մեզ ոչ մի բան չենք ուզում ստանանք, ապա հավանականությունը 0 է, որտեղ միշտ ինչ-որ բան կստացվի։
Եթե ուզում ենք ինչ որ բան ստանանք, ելի հավանական այդ դեպքում հավանականությունը 1 է, քանի որ միշտ ինչ որ բան ստացվում է։ Ու եթե վերցրել ենք երկու դեպք, երկու ելք, որոնք միաժամանակ տեղի ունենալ չեն կարող, ապա դրանց հավանականությունը, որ կստացվի կամ մեկը կամ մյուսը, պարզապես հավանականությունների գումարն է։ Այսինքն սա է լինելու մեր ընդհանուր մոտեցումը հավանականային մոդելի կառուցման համար։ Կամ առաջի տարբերակը, կամ մեծ մասամբ երրորդը, որը իրականում առաջի տարբերակի ընդհանրացումն է։ Այս հələ որ մի քիչ կարող է абստրակտ է, մի քիչ ամպերություն է պետք, երբ սկսենք հաջորդ դասից իրականում սկսելու ենք ավելի կոնկրետ օրինակներ նայել։ Շատ լավ, ինձ թվում է այսօր այսքան է, արդյոք կան հարցեր։ Շատ լավ, դե եթե հարցեր չկան, ուրեմն նորից ասեմ, որ անպայման պետք է կարդալ համապատասխան բաժինները ու նաև շատ օգտակար է հասկանալ Ստերլինգի բանաձև մինչև վերջ։ Մենք ինչ որ բան արեցինք, այսինքն մենք ցույց տվեցինք, որ այս հիմնական անդամները ճիշտ են, պարզապես երկու հատ ինտեգրալ հաշվեցինք, դասագրքում մինչև երրորդ անդամն է գնում։ Դասագրքում գրված է թե ոնց հասկանալ այս երրորդ անդամը։ Երրորդ անդամը հասկանալու համար պետք է օգտագործել այս սեղանները։ Շատ լավ։ Դե եթե հարցեր չկան, ապա այսօր այսքանը կհանդիպենք հաջորդ կիրակի։ Տեսություն բոլորին։